Բարև սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամեկ Պլյուսի Պոստսկրիպտում հաղորդաշարը եւ այսօր իմ զրուցակիցն է ռեժիսոր, ժողովրդական արտիստ պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը, շնորհակալություն պարոն Ծատուրյան։ Վաղը չմիսելը թատրոնի միջազգային օրն է։ Այո, Կիրակի օրը մենք եթեր չունենք, դրա համար ես նախորոք այսպես ասած շնորհավորում եմ ձեր պրոֆեսիոնալ տոնը եւ երբ որ ասում են թատրոն, չէ, մենք ասում ենք 2000 ամյա, հա, այն ժամանակ, երբ որ մենք թատրոն ունեինք, բոլորը ծառերի վրա էին եւ այլն։ Դա այդ սնապարտությունը կամ չգիտեմ, հպարտությունը տեղ ունի թե չէ։ Չէ։ Մեզ մոտ տեղ ունի ցավոք սրտի։ Հա։ Ինձ մոտ արդարացված է թե չէ։ Ինչքան մենք մեզ գովենք, այնքան պրոգրես չի լինի։ Ընդհանրապես մենք շատ ենք սիրում մեզ գովել։ Կարծում եմ լեհերը չեն առանձնապես հպարտանում, որ Շոպեն ունեն, չգիտեմ, Գրիգ ունեն բաները, նորվեգացիները չման։ Բնական է, ըստիս Աստված, եթե նա կա այն հասկացողության մեջ, ինչպես ժողովրդին մոտ ինչ-որ մեզ նման մարդ է, բռով ցանում է, որտեղ ընկավ, եւ ոչ թե նենց հատուկ մի ազգի վրա բան։ Չէ, այդպես չի։ Որտեվ Կիրգիզը տալիս այդ մոտով, հրաշք գրող, այդ ոնց։ Ունենք, մենք էլ ունենք, հետո ինչ։ Իսկ թատրոնն է, հա, ասում եք, այդ մատը կկարդան մի քանի դար հետո, չգիտեմ, Շոպենը կլսեն մի տարի հետո, Գրիգը կլսեն մի քանի դար հետո։ Ներկայացումը, ոչ թե պիեսը, հա, ներկայացումը չի հնանում։ Ինչ ան։ Մեր ամբողջ դժբախտությունն է, որ ֆիլմը մնում է։ Ճիշտ է, հնանում են շատ ֆիլմեր, բայց մնում են։ Նկարչությունը մնում է, բոլոր արվեստները, երաժշտությունը մնում է, բան թատրոնը այսօր կա, վաղը չկա։ Ինչքան ուզում ես նկարի վերսիա, այն չի, որտեղ կենթանի թատրոնն ուրիշ է նկարած։ Արագ փչացող ապրանք է, այսպես ասած։ Արագ փչացող ապրանք, մենք էլ արագ փչացող ենք, ինչ առումով, որովհետև իմ դասախոսը իմ կյանքի ուսուցիչը եղել է Աճեմյանը, այսօր երբ որ հարցնես ժողովրդին, թե ով է Աճեմյանը, ոչ մեկ չգիտի։ Չեն իմանում, չեն ճանաչում։ Գուլաքյանը ով է չեն ճանաչում։ Հա, դերասանները ինչ որ չափով ճանաչում են, այն մարդիկ, որոնք կինոյում են նկարվել, կամ էլ այն մարդիկ, որոնք Հրաչյա Ներսյան գիտեն, որտեղ բարեկից են, ջահելները դա էլ չգիտեն։ Ոչ Փափազյան գիտեն, ոչ Հրաչյա Ներսյան գիտեն, ոչ նույնիսկ ինստիտուտ ընդունվողը չգիտի։ Արդիականացնել, հա, ընթացքում, ենթադրենք Պրինցեսա Տուրանդոտը Վախտանգվում գնում էր մի քանի տասնամյակ, բայց քանի որ դա կոմեդի դելարտ է, այնտեղ մտցնում էին այն ժամանակի, այսպես ասած, խնդիրները, որոնք արդիականացնում էին։ Դա հնարավոր բան է, թե դա էլ իր սահմաններն ունի։ Չէ, հնարավոր, ինչու ոչ։ Գիտեք ինչպես է, եթե ես վաղը բեմադրում եմ Համլետ, ոչ թե նրա համար անպայմանին կենսագրության մեջ Շեքսպիր լինի։ Չէ, ես դա չեմ ընդունում։ Համլետի մեջ ինչը գտա այսօրվա հետ համահունչ, որ անում եմ։ Ինչ մոտիվներ կան, որոնք այսօր շատ այժմ էական են, դրա համար ես որոշեցի անեմ Համլետը։ Լավ, իսկ եթե դուք Համլետ այսօր մտցնում եք, ասենք, ընտրական օրենսգիրքը Համլետի մեջ, վաղը, չգիտեմ, կարմիր գծերն եք մտցնում, որպեսզի մարդիկ նայեն։ Դա էլ ուրիշ ծայրահեղություն է։ Չէ, ոչ թե որպեսզի մարդիկ նայեն, այլ որպեսզի մարդիկ սկսեն մտածել։ Որովհետև եթե այս բառն եմ ուզում գտնեմ, քյասարը ասվում, շատ զզվելի բան է, դառնա տրավմատրոլեբուսային խոսակցություն, բայց երբ որ դրա տակ կա ուրիշ պոդտեքստներ, բաներ, արդեն դառնում է հետարքիր։ Օրինակ, նույն Համլետը, չէ։ Ես ունեմ իմ վերսիան, բայց եթե ես դա անեմ, ինձ կսպանեն, կկարկոցեն, որտեղ բանը Համլետը հայ է, չէ։ Թատերական գնդադատները։ Չէ, հետո հայ է Համլետը, Շեքսպիրը մերն է, էլի բան։ Իսկ ինչ է անում Համլետը։ Վերացնում ամբողջ Վերխուշկին։ Թագավոր, թագուհի, բան, Պոլոնիուս, բան, ամբողջ ազնվականությունը, բան, թե ինչա հերն ասելա, որ ին վերեժը լուծի։ Ու մի քիչ նման այն գիտես, այն ֆիլմեր կան ամերիկյան, չէ, որ աղջկան գողացել են, ինքը ամբողջ քաղաքը վերացնում է, բան, թե ինչա աղջկան պերկի։
նայել եմ, շատ եմ նայել Համլետներ, բաներ, ուրեմն Պոլոնիուսը բանը մանը շատ զզվելի մարդիկ են, Կլավդիոսը բանը։ Բացասական կերպ։ Հա, բացասական չկա այդպես բան։ Հրաշք անձնավորություններ, թագավորի եղբայր արիստոկրատ։ Պոլոնիուսը երբ որ նայում ես, թե ինչ խրատներ ա տալ իր տղային ուղարկելուց, հասկանում ես, որ շատ խելոք մարդ է, բայց եւ տեղն եղած ժամանակ գծնող, դրանք շատ հետարքիր Գերտրուդի ինչ գեղեցկուհի է։ Այսինքն անձնավորություններ, որոնք նայում ասում ես, հա, ու մեջները մի հատ Համլետ չստացված։ Այսինքն Համլետը անում է ոչ կոնվենցիոնալ ձևով, քյասար ձևով է անում։ Հետո Ֆորտինբրասը գալիս ամեն ինչ դզում է վերջում, չէ՞։ Հետո ուրեմն մեկ մտածում ասում եմ, լավ, էս Հորացիոն։ Բայց մի հատ չի ծերը բռնում, ասում այ ընկերը դեմն մարտես ինչ ես անում։ Էսենց կկործանվես, չէ։ Ու Դզում է այսպես։ հա, ինձ ֆիտատա։ Ու վերջում երբ որ Համլետն էլ է մահանում, գալիս է Ֆորտինբրասը տեսնում անգած թագը, մարդ չկա, որ արդեն այդ երկրին տեր կանգնի, ինքն է ուզում վերցնի տնի արդեն գլխին, բնականաբար, բայց Հորացիոն չի թույլ տալի, ինքն է իր գլխին տնում։ Այսինքն ես բոլոր շեշտերը փոխում եմ։ Այո։ Ու իհարկե ինձ դրա համար կգնդակահարեն, կամ կկախեն հետո կգնդակահարեն, դե դրա համար էլ մեզ մոտ մի քիչ բան է, չէ՞, այս ավանդապաշտեն։ Բայց նկարտասահման մեծ հաճույքով կանեի այս վերսիան։ Բայց չեմ ընդունում հետևյալը, Համլետը մոր հետ է։ Էդիպյան հովերով, հա։ Կամ բաղնիքում է տեղի ունենում գործը։ Այդ բաները չեմ սիրում։ Մտքի իմաստը ուր է ստանում։ Օրինակ, նույն ձևի ես կարող եմ ասել բանը կայսրը։ Չէ՞։ Դե որ ասեմ թե շանթին պաշտում եմ սուտ կլինի, որտեղ շատ երկրորդային է դրա այս Շեքսպիրի հետ համեմատ։ Ոչ միայն Շեքսպիրի։ Հա, աստեցություններ, բաներ, բայց բանը չունի են սկզբնաղբյուրը։ Լավ կայսր, ինչի համար բեմադրեմ։ Ու ինձ մոտ էսպիսի մի միտք է հղանում, իսկ այս լեկապենը ամբողջ ինքն է սարքում այս ամեն ինչը։ Նույնիսկ այն Հանան, որը աղջիկը սարերը ուղարկում, ինքն է էլի բերում բանման։ Ու վերջում ինքն է նստում գահին, հանում է գլխարկի և ստեղից այս հպոպներն են իջնում։ Այդ ձև, հա, նույնիսկ։ Որովհետև, այո, որովհետև այսօր աշխարհին ցավոք սրտի տիրապետում են, տիրանում են հրեաները իրենց ամեն ինչով։ Եվ ուղղորդում են ամեն ինչի իրանք։ Բայց ես դրա դեմ պետք է ինչ-որ բան անեմ։ Այսինքն յուրաքանչյուր կլասիկ գործի մեջ կա այսօրվա հետ համահունչ ինչ-որ բաներ, որոնք պետք է վերանես։ Թե չէ ինք արել է Շանթ, ինք արել է Շեքսպիր, ինք արել է Շիլեր, բոլոր շիով սկսող հեղինակներին արել է, ինչից պետք է դե ինչ։ Այ դուք ասում եք հիմա հնարավորություն կա քյասար ասելու, հա, դուք կարող եք ձեզ քարկոծեն, բայց դուք կարող եք ձեր ներկայացմամբ ասել կորչի այսօրվա իշխանությունը։ Այն ժամանակ, երբ որ դա չէր կարելի, հա, խորհրդային, դուք ասում էիք ոչ քյասար, հա, դուք ասում էիք ինչ որ ենթատեքստերով, ինչ որ էզոպոսյան լեզվով եւ դառնում էր ավելի հետաքրքիր ներկայացում։ Այդպես չի։ Մի անգամ է։ Բայց չեք նկատել, որ այսօր երգիծանքներ է թույլացել։ Այդ ռուս հեղինակները, որոնք սատիրիկները, որոնք շատ նուրբ էին խնդիրներին դնում, այսօր շատ քյասար է խոսում, արդեն հետաքրքիր չի, տակի պոդտեքստներն են գործում։ Ու այս քյասարը անհետաքրքիր է։ Գրաքննությունը լավ բան է։ Աջան։ Գրաքննությունը լավ բան է, ստացվում է։ Չէ, գրաքննության հարցը չի։ Համենայն դեպս, երբ որ դու ծածկում ես ինչ-որ մի բան եւ այլ ձևով ես մատուցում, այլ միջոցներով շատ ավելի հետաքրքիր է, քան թե մի հեղինակ, որի անունը չեմ ուզում տամ, մի հետաքրքիր գործումներ եւ ինչն է դուրս գալի, որ ինտելիգենտ շատ հաճելի մարդ է, շատ ժամանակակից։ Ու անունը չեմ ասում, որտեղ հետո էլ մի հատ պիս բան եմ ասել, որ մի գործ բերեց, որը տեսա դες են ինտելիգենտ մարդու մի քիչ նենց քնծի ծաղով արված այն ինչ որ կա Վարդան Պետրոսյանի մեջ այնց հետո ուրեմն մի հատ ուրիշ պիես տվեց, որը դիրեկտորն է քարտուղարովին նա եսի մեսա այն բան ու նենց գնաց
բաբաթին խոսակցություն է, չափան է, երկիր է, աստի ցավը տանեմ, մի կորցրու այդ քո իրոնիան, այդ քո վերաբերմունքը, հասարությունը լավ բան չի, հասկացա որտեղ խելոք տղա է շատ, եւ հասկացա որ է սերիալային, այսպես ասած, խնդիրները բաները դեն չեն, շատ զզվելու է։ Երբ մարդը խոսում է այդ կիսագողական, դա արդեն իսկ ծիծաղելի է, դա արդեն իսկ ինչ-որ կոմիկ բան է պարունակում իր մեջ։ Գիտես ինչ, երևի ես սխալ եմ ծնվել, որովհետև չի կարող ամբողջ ժողովուրդը սխալ լինի, ես ճիշտ լինեմ։ Բայց մեկ էլ ինձ ասում եմ, երևի ես եմ մեղավոր։ Comedy Club, մեր այս վիտամին, նայում եմ։ Ժողովուրդը նստած մի բան են անում, ու շատ հապվում են, բան, ես ես նայում ասում, չի են ծիծաղում, ախ ծիծաղելի չի, գրեի կա։ Ասում երևի ես եմ էլի սխալ, որտեղ չի կարող ամբողջ այդ մասան։ Բայց տղաս մի բան ասեց, մի քիչ ինձ մխիթարեց, Տելեյում այնք ֆիրմա ունի, բան ունի, կլիպեր է նկարում Ռուբեն Ծատուրյանը, ասեց պապ ջան, այդ առանձին են նկարում այդ ծիծաղները, ասում են ժողովրդին մի հատ լավ ծիծաղ է։ Բայց հեռուստացույցի մոտ էլ մարդիկ նստում են եւ ծիծաղում։ Երևի։ Չէ, դրանցից էլ վարակվում են, դե որ նրանք ծիծաղում են, իրանք ծիծաղում են։ Այս ռուսի ասած ստադը ճուստը շատ կա մարդկանց մոտ։ Ընդհանրապես կատակերգությունը, հա, հումորը ավելի լավ է վաճառվում, քան դրաման, չէ՞, այդպես չի, միշտ այդպես է։ Չէ, մեզ մոտ երկու բան է լավ վաճառվում։ Ծիծաղը, այն խրխնջիզմը եւ մելոդրաման, որ լացել են։ Հա, մելոդրաման լացել են, կամ պետք է ծիծաղել։ Այ դուք տեսնում եք պաստառներ, չէ՞, ինչ որ ֆիլմեր են գնում կինոթատրոններում եւ քանի որ պաստառները կան, երևի դա լավ վաճառվում է, որ մարդիկ գնում են թատրոններ, ինչ որ կատակերգություն նայելու։ Հետևաբար կատակերգությունը լավ վաճառվող ապրանք։ Եա, կատակերգությունը շատ լավ բան է, բայց եթե Էդուարդո դե Ֆիլիպո ես նայում, այո, կատակերգություն է, բայց նուր փարած, խարակտերային, իսկ ներողություն բանի ֆիլմերը ինչ են բազմաթիվ Լուի դե Ֆյունես, չգիտեմ, չէ, Լուի դե Ֆյունեսը չէ, Կուստուրիցան, կոմեդիա է, բայց կա հումորի, հա, ինչ որ սև հումորի բան, շատ, բայց ինչքան տակը ուրիշ բաներ կան ասելի, երբ որ տակ լինե չկա, ինձ հետարքիր չի, տակը, փայլուն պիեսներ կա, ֆրանսիական կոմեդիաները, նուր, բան, բայց երբ որ դառնում են շատ բաց, դա չէ, գիտեք ինչա ժողովուրդը արդեն չի ուզում մտածի, չի ուզում, իսկ ես սիրում եմ այն ներկայացումը, որը ինձ տալիս է նաև միտք, նաև հույս, բա ինչ եմ ստանալու, սպիսի մի լավ բան կա, ասում է լավ թատրոնը հանդիսատեսի մոտ աճեցնում է թևեր, վատ արվեստ է սմբակներ, հիմա մի քիչ շատացել է սմբակավորները։ Այ օրինակ, երկու օրինակ բերեց երեք Վահե Շահվերդյանը, սնդուկյանական, աջեմյանական ներկայացումների, Ղազարը գնում է պատերազմ, աշխարհը այո շուռ է եկել, երկու կատակերգություն, որը լեփ-լեցուն դահլիճ էր հավաքում, ինչի շնորհիվ։ Մեկը ասենք թե Մհեր Մկրտչյանի, մյուսը ինչի շնորհիվ։ Երբ ռեժիսորը կարողանում է տվյալ պիեսի բանալին ճիշտ գտնել, առաջացնում է հետաքրքրություն։ Աշխարհն այո շուռ է եկել պրիմիտիվագույն պիես, բայց նա կարողացավ գտնել այդ պրիմիտիվի հենց աղը, նրա նկարած ծառը, հարթության վրա նկարած, էլի պրիմիտիվ տունը, պրիմիտիվ և շատ լավ էր աշխատում դերասանների հետ, և նրանք ստեղծում էին շատ հյութեղ կերպարներ, ուրեմն այս որակն էլ նշանակություն ունի, ոչ միայն պիեսի որակ, այլ բեմադրության ճիշտ որակը։ Իսկ ինչ վերաբերում է շատ հանդիսատեսին, որոնք գնում են կինոներ, հա, եւ այլն։ Ինչի միայն կինոներ, թատրոններ, Դոն Ժուան Ավիաբան եւ այլն, այս տեսակ բաներին, ես մի անգամ մի բան ասի, որից վիրավորվեցին շատ, այսպես կոչված արվեստագետներ, բայց դա իմ կարծիքն է, ասի դուք բոլորդ երեխաներ ունեք եւ տարել եք Գազանանոց, որ վանդակի մոտ են շատ հավաքվում ժողովուրդ։ Կապիկների բնականաբար։
Նրանք մայմունություն են անում, դուք էլ ձեզ էլ դուր է գալիս։ Բայց այն խեղճ առյուծի վանդակի մոտ քիչ մարդ է եւ եթե գալիս են շուտ հեռան մին ինչու որտեվ առյուծը ինչ պետք չի իրան նայում են թե չէ նա արժանապատիվ բայց խեղճ որտեվ վանդակում է նա գնում անցնում է աչուծախ նա չի քեզ գրավում այս բանը կա ինչ վերաբերում է Եթե վերադառնալով մեր հին, հա, նախորդ խոսակցությանը, եթե այդ աջեմենական կատակերգությունների տեսագրությունը այսօր ցուցադրվի հեռուստացույցով, դա նույն արժետաժը կառաջացնի հանդիսատեսին։ Կառաջացնի, որտեվ կոմեդիա է, իսկ շատ չի առաջացնի, որտեվ ներկայացումը նկարած չի ունենում այն ազդեցությունը, որը իսկապես տեսնում ես թատրոնում։ Ամենալավ նկարածը չի ստացվում թատրոնում, որտեվ դեպքում եթե նկարում ես ներկայացում են ամենքամից կինո նայ էլի որտեվ թատրոնի դերասանական խաղը միջավայրը բանը մի քիչ ուրիշ է էլի կինոն ժապավենը չի վերցնում եւ ինչ որ սուտ է մտնում իսկ երբ որ նայում ես ներկայացումը տեսնում ես որ հա շատ հետաքրքիր լավ եթե ճիշտ նույն ձևով եւ ռեժիսորի ճիշտ նույն ուրեմն ուստանովքով դա բեմադրվի բեմում դա կնայվի այսինքն չգիտեմ Եթե վերցնեն, հա, պատահում է այդպես օպերայում շատ է պատահում, հա, վերցնում են Աջեմյանի ուրեմն բեմադրությունը, այն բոլոր մտքերը, որը նա ներդրել է այդ բեմադրության մեջ, եւ վերականգնում են ժամանակակից թատրոնում։ Դա կնայվի թե չէ։ Նայած թե այդ միտքը որքանով է սպառեցնում մարդուն, ինչքանով է այսօրվա նրա մտքերին համապատասխան, նրա վիճակին համապատասխան։ Ես հիշում եմ, երբ այն մութ տարիներին մետրո թատրոնում արեցի Ուիլի Թիթիջիկ եւ իրենքն մի աղջիկ մի ներկայացում, որը ստեղծվեց այս թատրոնում, շատ հետաքրքիր ներկայացում, լեփլեցուն ժողովուրդ էր գալիս մեր թատրոն։ Այն ժամանակ, երբ որ մնացած թատրոններ չէին աշխատում, լույս չկար, փող էինք տալի, որ լույսը տան բանը, եւ ժողովուրդը երեք ոնց էր դուրս գալիս աչքերին արտասուք, բայց այսպես ոգևորված, ինչու, որովհետև ես այդ ժամանակ ճիշտ կարողացա ընկալել մարդու ներքինը, հուսահատված սով, մութ, բայց այդ ներկայացման մեջ մի աղջիկ, որը երեք Աննան Էլբակյանն էր խաղում, երեք վիճակներ ջահել, միջին եւ ծեր, արդեն այն որ հարբեցող է դարել, բանատարել եւ ինչ-որ միտեղ ընկած բանման նորից իր մեջ ուժ է գտնում կանգնելու ռելսերին եւ գնալու այն նպատակին ինչին որ նա ուզում էր եւ նրան ասում էին դի չգնես չեմ ընկնի գնում էր նորից սկսելու կյանքը եւ մարդկանց մոտ այ առաջանում էր այդ զգացողությունը չէ ամեն ինչ կորած չի պատերազմի տարիներին ռուսները տանում էին ինչ էր կոմեդիաներ բաներ ֆրոնտ չէ թվում է թե պետք է եղերնի մասին լիներ այդ ներկայացումը չէ Եղերնի մասին լինի մարդը գնա արդեն ինքը իրան կսպանի ինչ եմ ապրել Ես շատ լավ հիշում եմ մի ֆիլմ, որը պատերազմի ժամանակ է նկարահանվել, Անտոն Իվանովիչ Սերջիցը, դա բանա, օպերետ էր, որը նկարահանել էին պատերազմի ժամանակ եւ տանում էին, որ մարդիկ պատերազմի ժամանակ գոտեպնդվի այսօր ես անընդհատ ասում եմ, այդ չռնուխան այսօր պետք չի որովհետև ժողովուրդը ծանր վիճակում է գնում, մի հատ էլ ծանր բանատեստ մարդը թակարակը սիրո մասին, գեղեցկության մասին, չգիտեմ, շատ եմ սիրում կենդանների մասին նայել։ Հաղորդումներ։ Վայ, ինչ լավ, այդ ինչ բնական են։ Շատ ավելի մարդկային են, քան մարդիկ։ Մարդիկ իրար գսում են, իսկ կենդանները տեսնում ես։ Ես զարմանում եմ, ասում են, չէ առյուծ։ Ոնց որ դե բան։ Բռնեց, կերավ։ Կուշտ կողքով եղնիկն ասում է ձեր չտալ ինքը կուշտ մեջը չարություն չկա կուշտ է մարդը միլիարդատեր տեսնի $100 Էս ինչ ընչակացություն է վայ Դառնալով թատրոնին ես շատ սիրողական մի բան ասեմ առաջ հա մի 40 տարի առաջ հա ընդունված էր պաթոսը, գորգորալը, չգիտեմ բեմից, այ հիմա ես քեզ կխեղդեմ Դեզդեմոնա եւ այլ։ Հիմա կարծես թե ավելի բնական են մարդիկ խոսում, այդպես չի։ Անպայման, դե բա փոխվում է, չէ՞ ամեն ինչը։ Այսօր նայում են Փափազյանին, լսում են ինչ որ բաներ,
Հենց իմ երեխեքին տալիս են բան ձայնագրություն բան։ Բան չի ատում խոսում։ Իհա փոխվել է եւ Ֆայնա Ռանևսկայան շատ եմ սիրում այդ դերասանու գրածները անճարեղ բան ունի գրած ասում Սիրամարգի ամենաշքեղ ոչի տակ թաքնված է սովորական հավի հետույք։ Այնպես որ առանց պաթոսի պարոնայք, այդ պաթոսի ես տանել չեմ կարողանում։ Բայց դա մոդա է, թե դա այսպես էլ կգնա թատրոնը։ Ասենք 40 տարի հետո չեն վերադառնա պաթոսին։ Չեն վերադառնա, բայց ուրիշ բաներ կստեղծվեն։ Հիմա օրինակ ես շատ ներկայացումներ եմ նայում բանման, որտեղ խոսքը սկսում է բացակայել։ Ավելի շատ շարժում, բան, պլաստիկայի միջոցով են այդ աղորդում։ Հետո տղամարդկանց յուբկաներ են հագցնում ինչ-որ բալետային բանման։ Դրանք էլ են նույնբազություններ, բայց դրանք վարժանքներ են, որոնք հետո կարող է դառնա ինչ-որ մի նոր ուղղության հետարքիր բան, իսկ այսօր դրանք դատարկ բաներ են։ Այ Երևանում, պարոն Ծառայյան, այդքան թատրոն կա, չէ՞, եւ կարծես թե բոլորն էլ աշխատում են եւ բոլորն ունեն իրենց հանդիսատեսը։ Կա ցածրաճաշակ, կա բարձրաճաշակ, կա այն ակադեմիական, այն գավառական պաթոսը, այսինքն ամեն ինչ կա, մարդը հնարավորություն ունի ընտրելու։ Թե չունի։ Գիտես ոնց է, եթե շատ թատրոններ կան, դրանք իրարից շատ տարբերվեն։ Եթե նույնն են անում, ինչի համար։ Այ հիմա մեզ մոտ ապտեկաներ են բացել, իրար կողքի 100 հատ, բոլոր տեղերում նույն տեղերն են, ինչ եք բացում, իրան են այս խանգարում։ Օրինակ, մեզ մոտ կան ներկայացում թատրոններ, որոնք ունեն իրենց տեսակը, հստակ տեսակը, օրինակ, Երենջակյանի թատրոնը գնում է դեպի շոու, գնում է դեպի կավեինային ինչ-որ մի տեսակ է։ Ես կարող եմ ընդունեմ, չընդունեմ, բայց դա տեսակ է։ Դրամատիկը ունես տեսակը, հիմա մի քիչ կորցել է, որտեղ ով ասես, բեմադրում է, ինչ ասես, արդեն մի քիչ բան, բայց իր հանդիսատեսն ունի։ Մնացած թատրոնները մի քիչ իրար նման են, բայց հիմա կա նոր բան, որը մտնում է կյանք, կան շատ դերասաններ, ոնք ասում չեմ ուզում թատրոնում աշխատեմ, ուզում եմ ազատ բեմ լինի։ Եվ այդ ազատ բեմերով էլ են անում, օրինակ Նարինե Գրիգորյան, որը ունի Թռիչ քաղաքի վրայով շատ շնորհքով աղջիկ է, մեծ հաճույքով նայում են ժողովուրդը եւ տեսնում որ շատ այսօրվա ինչ որ խոսք կա մեջը։ Լուբոշ ներկայացում է արել բանում համազգայինում, բայց էլի բավական նոր Զարա Անտոնյանը, որը բանում է անում, տեխնիկայինում շատ հետարքիր, կան, ջահելներ կան, եւ դա ինձ ավելի է ոգևորում, քան թե այս մեր մի քիչ արդեն։ Մեկը պետք է լինի, այսպես ասած, հա, ռեպերտուարային թատրոն, մայր թատրոնն է, թե դրամատիկն է, մի երկուսը պետք է լինեն, մնացածը կարող է ազատ լինեն, հա։ Հա, էլի։ Դու նույնիսկ Սունդուկյանն էլ պետք է շատ կոնկրետ իր դեմքը ունենա, եթե չունի իր տեսակը, հա, այդ ինչ անի որ ակադեմիական։ Հա, ես ճիշտն ասած պատկերացնում էի սովետի ժամանակ, թե ինչ էր Սունդուկյանը իր տեսակով, հիմա չեմ պատկերացնում։ Հա, բայց շատ ներողություն, այն ժամանակ սովետի ժամանակ Սունդուկյանը դա իսկապես թատրոն էր, լուրջ թատրոն էր, եւ ես հիշում եմ, ես վրացի ընկերներ ունեի, որոնք գալի ասում էին, ձեր թատրոնը մերից, ուշեմ Ռուստավելի թատրոնից։ Հետո նրանք առաջ ընկան, մենք շատ հետ գնացինք ման։ Հետաքրքիր է ինչու։ Գուլակյան երկար տարիներ գլխավորում էր թատրոնը, բերեց իր էսթետիկան, իր տեսակը, իր ճաշակը։ Հետո եկավ Աչեմյան, բերեց իր տեսակը, իր ճաշակը։ Հետո սկսվեց ռուսի ասած չիխարդա։ Սա է, հետո նայ, 2 տարի սա է, 3 տարի սա է, 2 տարի սա է, 3 տարի սա է։ Սա ամեն ինչ տարանցվել եւ տեսակը կորցել։ Այսպիսի թատրոններում պետք է լինի մի շեֆ, հա, ապայման։ Եթե կա արժանավոր մի անձնավորություն, որը շատ հետարքիր է, Տավստանոգովը, իր թատրոնն ուներ, Սավացկին, իր թատրոնն ուներ, Մարկ Զախարովը, բա նա իր ճաշակը տեսակը, հետո դա բերում է այն հանդիսատեսին, որը այս բանը ընդունում է եւ շատերը չեն ընդունում, հետո չկան, բայց այս մասը եկավ։ Սրա այս էսթետիկան հասկացողը։ Իսկ որ բոլոր թատրոնները մի քիչ իրար նման են, հա, ինչ տարբերություն եմ գնում։ Օրինակ Գյումրիում հետարքիր բան է տեղի ունենում, որտեղ սկսեց գալ, չնայած քաղաքը քչացել է, բայց
640 տեղանոց տալիճում դեռպես 300-400 մարդ է լծվում այդ փոքր քաղաքում ի վերջո այսօր շատ փոքր ցավոք սրտի։ Եվ դա ուրախացնում է ինչու։ Հիմա հարց կառաջանա այդքան շքեղ ներկայացումներ են, չէ, լավ ներկայացումներ են, բայց ինչու ավելացավ։ Որտեվ կա մի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյան, որը ամեն ինչ անում է ռեկլամով, գովազդով, հեռուստատեսությամբ, հետաքրքրություն է առաջացնում մարդկանց մոտ։ Հետո շատ հետաքրքիր նոր իդեաներ է բերում։ Օրինակ ես որ արել էի բանը Սուդուկյանի Խաթաբալան, մի օր եկավ ասեց, «Պարոն Ծատուրյան, Թիֆլիսի թատրոնը հիմա քանդված վիճակում է բան, եկեք Թիֆլիսի դերասաններին կանչեք թող համատեղ դառնա բան ասի, դեր Հայ դերասաններին, հա։ Հայ, այնտեղի թատրոնի կանչեցին, փորձեցին բան, լեփլեցուն ժողովուրդ իրանց հետաքրքիր է։ Հեջան Շաշաստան մանկական ներկայացում է։ Շատ գնաց, որտեղ իսկապես բարով երկով շատ հաճելի Թումանյանը եկյատների իման վրա, դե հա ինչքան գնա։ Բերեց սերիալից երկու դերասաններ, որոնց տեսել է ժողովուրդը, մցրեցին, խաղացին, ժողովուրդը եկավ։ Ճիշտ է, հետո այդ ժողովուրդն ասում են, մեր դերասանները ավելի լավն էին, բան, ինչի որտեղ նրանք շատ արագ են ներմուծվելն են մի քիչ բանը, բայց մեկ է, հետաքրքրությունը կա։ Ծառերը կանգնած են մահանում, ներկայացումն էինք բան, կանչեցինք մի անգամ Վարդուհի Վարդերեսյանը խաղաց, լեփլեցուն։ Էլի մի ներկայացում, որտեղ ասացիք եկեք բանին էլ կանչենք թող, ինքը խաղա։ Խորենին։ Հա։ Խորենին Լևոնյան։ Անընդհատ պետք է ինչ-որ մի հետաքրքիր բաներ առաջացնել, որ ժողովուրդը գա նայի։ Հիմա ես օրինակ ներկայացում պետք է անեմ Գյումրիի թատրոնում, բայց Երևանի ուժերով։ 3 հոգանոց պիես է։ Մի անգամից որ այդտեղ տանենք, այս Երևան։ Պարտադիր է, ես ճանաչեմ, հա, այդ դերասանին։ Դե բա այս սերիալն է խաղացել է։ ոնց։ Իսկ Մոսկվայում այդպես չի։ Ամենտեղ Я иду է, смотреть на Արմենը Ջիգարյանը, я иду смотреть на բա ոնց։ Դա շատ մեծ նշանակություն։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, սիրելի բարեկամներ, իմ զրուցակիցն էր ռեժիսոր, ժողովրդական արտիստ պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը, մենք հանդիպենք երկուշաբթի օրը, ստեսյուն։